Ողջույն։ Արցախից բռնատեղահանվելուց հետո ինչպես պահպանել արցախյան մշակույթը կամ ինչպես այսօր շատերը փորձում են հիմնավորել ենթամշակույթը եւ բարբառը, ինչպես զարգացնել ունեցած հնարավորությունները, պարզվում է հնարավոր է, չնայած շատերը դա համարում են անհնար, բայց այսօրվա իմ զրուցակիցը տարիների իր աշխատանքով հակառակն է ապացուցել։ Այսօր զրուցելու եմ Դիզակարտ կազմակերպության համահիմնադիր եւ այսօր ղեկավար Երազ Հայրյանի հետ, բայց մինչ հիմնական թեմաներին անցնելը ավանդական խնդրանքս բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, շնորհակալություն եմ հայտնում իմ հին ու նոր բոլոր բաժանորդներին եւ այս նախագծին աջակցելու համար Իվան Ավանեսյանին։ Իսկ հիմա ողջունեմ իմ զրուցակցին, ողջույն Երազ, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ Նորայր ջան, ողջույն։ Այս օրերին շատ զբաղված էիք, ես կարճ ասեմ, համերգների էիք, բայց խնդրում եմ դուք մի փոքր մանրամասնեք, որպեսզի ալիքի հետևորդները պատկերացնեն, թե ինչով էր զբաղված Դիզակարտի ղեկավարը արդեն, եթե չեմ սխալվում, 2-3 շաբաթ։ Դիզակարտ մշակութային հասարակական կազմակերպությունը վերջերս ունեցավ Դիզակ Ֆոլք Բենդ համույթի առաջին համերգը։ Դիզակ Ֆոլք Բենդը ստեղծվել է Դիզակարտ մշակութային հասարակական կազմակերպության կողմից եւ մեր նպատակն է արցախյան բարբառով երգերը նոր գործիքավորումով ներկայացնել հանրությանը, որպեսզի ավելի լսելի լինի, ավելի ժամանակակից եւ այսպիսով մենք փորձում ենք արցախյան երգերը ապրեցնել։ Լսեք, այսօր այն տպավորությունն է, թե արցախյան ու Արցախի հետ կապված ամեն ինչը ընկալվում է վատ, բայց եթե գնացել եք համերգի, ենթադրում եմ, որ հանդիսատես եւս ունեցել եք, այդ հանդիսատեսի արձագանքը ինչպիսին է, այնքան վատ, ինչքան փորձում են ներկայացնել, թե այնքան լավ, ինչքան մենք ենք պատկերացնում։ Իրականում մենք ունեցել ենք գերազանց համերգ, լեփլեցուն համերգասրահով եւ իրականում բոլորի մոտ այնպիսի տպավորություն էր, որ մտովի տեղափոխվել են Արցախ եւ մեծ արձագանք է ստացել մեր այս համերգը։ Չեմ կարծում, թե արցախյան ամեն ինչն է այդպես վատ ընդունվում, եթե որակով ճիշտ ներկայացնում ես արցախյան մշակույթը, միանշանակ ընդունվում է հանրության կողմից։ Դիզակարտի աշխատանքներն ու կենսագրությունը մի փոքր ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ հետ գնանք ու սկսենք սկզբից։ Ինչու ստեղծվեց Դիզակարտը, ինչպես ստեղծվեց։ Դիզակարտը ստեղծվել է 2021 թվականին, 2020 թվականի տեղահանումից հետո եւ մեր նպատակն էր Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահել, մասնավորապես Հադրութի, որովհետեւ 20 թվականին մենք տեղահանվել ենք հենց Հադրութից։ Ունեցանք շատ ավելի փոքր տարածք, շատ քիչ քանակությամբ երեխաներ, այն ժամանակ, երբ որ մեր աշակերտների թիվը հասնում էր մոտ 70-ի, հիմա 160-ից ավել աշակերտ ունի Դիզակարտը եւ մասնաճյուղ Աբովյան քաղաքում։ Ինչու ստեղծվեց, որովհետեւ այն մշակույթը, որ մենք մեր հետ բերել ենք, ոչ նյութական մշակութային ժառանգությունը, այսօր մենք կարող ենք դա պահպանել եւ մենք մտածում ենք, որ դա ամենակարևորն է, որպեսզի սերունդներին փոխանցենք մեր ժառանգությունը եւ այսօր Դիզակարտում սովորում են ազգային երգ, ազգային պար, նկարչություն, թատերական արվեստ, կիրառական արվեստ, նկարչություն եւ մենք փորձում ենք ամեն կերպ երեխաներին իրար հետ այդ համայնքը, մշակութային համայնքը պահել եւ մեր բոլոր դասապրոցեսները հենց Արցախի բարբառով է։ Իդեպ, քանի ուսուցիչ, քանի սան ունեք այսօր։ Այսօր Դիզակարտի կոլեկտիվը 25 հոգի է, ներառյալ 7 երաժիշտ տղաները եւ աշակերտների թիվը 160-ից ավել է, բոլորը տեղահանված արցախցիներ են ու լավագույն մասնագետները այսօր դասավանդում են Դիզակարտում։ Այս վերջերս նաեւ մեր ուսումնական process-ի մեջ ներենք առել հոգեբան, որ երեխաների հետ աշխատի հոգեբանը, դա եւս այսպես թեթևացնում է մեր process-ը, ավելի հեշտ է ստացվում ամեն ինչ եւ մենք հասկացել ենք, որ այս կենտրոնը
արդեն իր նպատակին հասել է եւ այն համայնքը, որը մենք ուզում ենք ստանալ, արդեն ունենք։ Հադրութեցիների, այսպես ասած, տեղական հայրենասիրությունը պատկերացնում եմ, բայց ամեն դեպքում հարցնեմ, արդյոք դասատուների եւ սաների մեջ միայն Հադրութի բնակիչներն են, թե նաեւ Արցախի այլ շրջաններից եւս բնակիչներ ունենք։ Ոչ, դիզակարտում սովորում են Արցախի տարբեր շրջաններից տեղահանված աշակերտներ, ինչպես նաև դասավանդում են տարբեր շրջաններից դասատուներ, իսկ դիզակ ֆոլք բենդում Արցախի տարբեր շրջանից երաժիշտներ։ Չեմ սիրում նման վիճակագրություն, բայց ամեն դեպքում, քանի որ նաև այցելության ընթացքում հասցրել եմ տեսնել, եթե չեմ սխալվում, դիզակարտում նաև մեր հայաստանաբնակ հայրենակիցների երեխաներ կային։ Ու իմ այցելության պահին, եթե չեմ սխալվում, խմբերում այդպիսի երեխաներ կային։ Ճիշտ է, քանակով շատ քիչ են, 1-2 երեխա Երևանի մասնաճյուղում, սակայն դա եւս շատ ուրախալի է, որովհետեւ այդ երեխաները մեր հետ շփվում են արդեն Արցախի բարբառով, այսպես այդ մթնոլորտն էլ մեզ բանի մեջ չի դնում, որ ասենք մի քիչ կամ լարվեն կամ երեխաները հենց Երևանաբնակ, բայց այո, դիզակարտում կան Երևանաբնակ երեխաներ, որը արդեն խոսում են Արցախի բարբառով։ Շատ վտանգավոր գործով եք զբաղվում։ Իդեպ, քիչ առաջ նշեցիք դիզակ ֆոլք բենդի մասին, խնդրում եմ մի փոքր բացենք փակագծերը, որովհետև այս ընթացքում լսում ենք տարբեր խմբերի մասին, եւ երաժշտական, եւ թատերական, որոնք ըստ էության արմատներով հենց նույն դիզակարտից են դուրս գալիս։ Կամ համենայն դեպս տեսնում ենք ներկայացումներ, որ ենթադրում ենք դիզակարտի կազմակերպածն է։ Մանրամասնենք ինչ խմբեր ունենք, որ ուղղություններում ենք ընդլայնել։ Մենք այս պահին ընդլայնված ենք 3 ուղղությամբ, նկարչության դասարանը, որը տարբեր մրցույթների է մասնակցում, մեծ ցուցահանդեսների եւ ամեն տարի նկարչության դասարանի երեխաները մասնակցում են միջազգային մրցույթների, ընդլայնված ենք ազգային երգ դասարանում, մենք ստեղծել ենք դիզակ ֆոլք բենդ արցախյան բարբառով երգերը նոր գործիքավորումով եւ թատերական դասարանը եւ Երևանում եւ Աբովյանում գործում են այդ երկու դասարանները եւ առաջիկայում մեզ սպասվում է առաջնախաղ Սոս Սարգսյանի ոտնամանները ավագ խմբի թատերախմբի երեխաներն են խաղալու եւ փոքրերի խումբը Ջանի Ռոդարի հեքիաթները։ Իդեպ, եթե չեմ սխալվում, 2-3 ամիս առաջ բավական ակտիվ շրջանառվում էր մի ներկայացում, որը էլի դիզակարտի մասնակցությամբ էր։ Խոսքը Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործության հիման վրա այդ ներկայացման մասին է։ Ավարտեցինք այդ թատերաշրջանը։ Իրականում չենք ավարտել, նաև մենք վերջերս դեկտեմբերին ունեցանք Արաբաստի Պենկինի ներկայացումը խաղացել ենք Արմավիրում, պարզապես այս պահին նոր ներկայացման վրա ենք աշխատում, բայց մեր խաղացանկում ունենք 5 ներկայացումներ, Թումանյանի հեքիաթները, Արքան մերկ է, Եշուռ եմ տալիս աշխարհը, Արաբաստի Պենկինի եւ Սոս Սարգսյանի ոտնամանները, որը հենց մայիսին էլ կունենանք մեր առաջնախաղը։ Պարզապես այս պահին, քանի որ այդ ներկայացումը նաև Արցախի դրամատիկական թատրոնն է խաղում, այսպես էստաֆետը տվել ենք իրենց, որ այս պահին մի քիչ էլ իրենք կարողանան նույն ներկայացումը 2 տարբեր արցախյան խմբեր խաղան, մի քիչ то есть մենք նույն համայնքի հետ ենք աշխատում, դրա համար այս պահին մենք փորձում ենք ավելի ուրիշ ներկայացումներ խաղալ, բայց ունենում ենք տարբեր հրավերներ եւ այդ ներկայացումը խաղացվում է տարբեր համայնքներում Երևանից դուրս։ Իդեպ Արցախում մի հետաքրքիր նախաձեռնություն ունեիք, եթե չեմ սխալվում, հենց դիզակի գույներ։ Խոսքը նկարչական փառատոնի սիմպոզիումի մասին է, արդյոք այդ նախաձեռնությունը պահպանվել է, թե Արցախից դուրս դրա արդիականությունը արդեն կորել է։
Այո, դիզակի գույները ապրում է, քանի որ դա այն ծրագիրն է, որ Արցախում ունեցավ մեծ ճանաչելիություն միջազգային մակարդակի։ 2020 թվականից հետո մենք նույնպես կազմակերպեցինք Արցախում, բայց արդեն ոչ Հադրութում, կազմակերպեցինք Դիզակի գույները միջազգային սիմպոզիումի 4-րդ սիմպոզիումը եւ Արցախում մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած նկարիչներ, իսկ 2025 թվականին արդեն 5-րդ սիմպոզիումը կայացավ։ Այսօր էլ մենք փորձում ենք տարբեր ցուցահանդեսների միջոցով ներկայացնել մասնակից նկարիչների աշխատանքները։ Տեսեք, շատերը բողոքում են ու կարծես հիմքեր էլ ունեն բողոքելու, որ ֆինանսական միջոցներ չկան գոնե, այսպես ասենք, եղած խմբերը պահպանելու, մշակութային խմբերը պահպանելու համար, բայց դիզակարտը, այսպես ասենք, տարօրինակ կերպով ոչ միայն չի բողոքում, այլև նոր նախագծեր է անում։ Գուցե բացեք ձեր գաղտնիքները, որ մեր մյուս հայրենակիցները, այսպես ասենք, բախտակիցները եւս պատկերացնեն, թե ինչպես կարելի է հաջողել նաեւ այս իրավիճակում գոնե եղածը պահելու հարցում։ Իհարկե դժվարություններ շատ են եւ որպես հայկին փորձում ենք մեր դժվարությունները պահել մեր պատերի ներսում եւ այսպես չասել, որ դժվար է, վատ է կամ չգիտեմ, հայ կնոջ կերպարը մեր մոտ ավելի է բացահայտ երևում, որովհետև հայկինը իր տան ներսում եղած դժվարությունները չի բարձրաձայնում։ Այո, կան դժվարություններ, բայց կան նաև մարդիկ, կազմակերպություններ, որ մեր կողքին կանգնած են եւ մենք կարողանում ենք գոյատևել այս ամենը թեկուզ դժվար, բայց պահպանել, նոր ծրագրեր իրականացնել։ Դա իրականում գաղտնիք չէ, որովհետև մենք տարբեր դրամաշնորհային ծրագրերի ենք դիմում, նաև մեր կողքին են հադրութիներ, Իվան Ավանեսյանը, Գրիգորի Ավետիսյանը, Էրիկ Հայրապետյանը, Կարեն Պողոսյանը եւ այդ տղաների, ընկերների միջոցով էլ մենք կարողանում ենք այսօր պահել դիզակարտը։ Սա մասամբ հենց փակեց իմ հաջորդ հարցը, պետք է ասնեի ֆինանսավորման աղբյուրների մասին, բայց ամեն դեպքում ճշտեմ, պետական որևէ կառույցից աջակցություն ստանում եք հայաստանյան։ Մենք մի 2-3 անգամ մասնակցել ենք կրթության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհներին եւ ունեցել ենք դրամաշնորհային աջակցություն կրթության նախարարության կողմից, կազմակերպել ենք Գուպար ազգային ավանդական խաղերը Արցախում եւ թատերական Արցախում 2021 թվականից հետո մենք փորձել ենք ամեն կերպ Արցախում մշակութային կյանքի օգտակար լինել մի բանով հետաքրքիր դարձնել երիտասարդների կյանքը եւ Գուպար ազգային ավանդական խաղերը, որ առաջի անգամ կազմակերպվել էր Հադրութում, մենք 2 անգամ կազմակերպել ենք Ասկերանի տարբեր գյուղերում եւ համապետական մրցույթեր ավանդական խաղերի, այդպես փորձել ենք ամեն ինչ անել, որ Արցախում էլ մեր Իսկ 2023 թվականից հետո Հայաստանի կրթության նախարարությունից որևէ ծրագրի կարողացել եք մասնակցել։ Այո, մասնակցել ենք եւ Ալեքսանդր Մանասյանի Արաբասի բենկինի ներկայացման ֆինանսավորումը հենց այդ դրամաշնորհի միջոցով էր կարողացել իրականացնել։ Այսինքն Արցախի մշակույթի պահպանման հարցում այս դուռը եւս իսպառ փակված չեք համարում։ Ոչ, որովհետև նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժինը սերտ համագործակցում է մեր կազմակերպության հետ, որովհետև մենք հենց փորձում ենք Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում ունենալ մեր ներդրումը եւ այս վերջերս նաեւ անհապաղ պաշտպանության շտեմարանում էլ կաճապի մասին մեր նյութն ենք տեղադրել, որը հենց այդ բույսը աճում էր Հադրութում եւ այդ բույսից ստացված ուտեստը հենց շատ
այսպես պահպանման խնդիր ուներ, որովհետև դա ոչ բոլոր շրջաններում էին կաճապով ապուր պատրաստում եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ գրանցվի մեր ոչ նյութական-մշակութային ժառանգությունը։ Որպես վերջաբան ուզում եմ հետագա ծրագրերի մասին հարցնել, կազմակերպությունը հետագա ինչ ծրագրեր ունի, բայց մինչ այդ նաև մի ուրիշ թեմայի էի ուզում անդրադառնալ, այս ընթացքում տեսնում ենք դիզակարտի հետ կապ ունեցող տարբեր տարիքային խմբի մշակութային գործիչներ, սկսած պատանիներից մինչև արդեն որոշակի ճանապարհ անցած կարող ենք նաև մի փոքր դրա մասին խոսել, դիզակարտի ներկայացուցիչները ինչ մրցույթների են հասցրել մասնակցել այս ընթացքում, ինչ հեռուստանախագծերի։ Դիզակարտում արդեն ավանդույթ է, որ այն երեխաները, ովքեր ունեն առաջընթաց կրթության մեջ, փորձում ենք իրենց նաև ներգրավել միջազգային մրցույթների։ Դիզակարտի երգոցեղության բաժնի երեխաները մասնակցել են Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում տարբեր մրցույթների, ինչպես նաև Հայաստանում հեռուստատեսային նախագծի եւ ունեցել են լավագույն հաջողությունները գրեթե բոլոր մրցույթներում առաջին մրցանակային տեղեր։ Շնորհավորում եմ ու հետագա ծրագրերի մասին, սա նաև մեր զրույցի վերջաբանը կլինի։ Դիզակարտը ինչ ծրագրեր ունի գոնե այս տարվա կտրվածքով։ Դիզակարտը այս վերջի դրամաշնորհային ծրագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ է իրականացնում եւ մշակութային կրթության միջոցով արտ-թերապիա աշակերտների հետ, որը կունենա մեծ վերջում ցուցահանդես համերգային ծրագիր եւ շուտ եմ տալիս ներկայացումը, որը վեր ենք ածել ֆիլմի, կունենանք ֆիլմի ցուցադրություն, ֆիլմը արդեն որպես ներկայացումը որպես ֆիլմ վերնագիր է դաս եւ այս ներկայացումը, որը դարձել է ֆիլմ, ինքը հենց երեխաների դոկումենտալ պատմություններն են, թե ինչպես են իրենք Արցախից հեռացել, ինչ հիշողություններ ունեն եւ այս ամենը Լեռ Կամսարի Վերջնական Հայաստան ստեղծագործության հիման վրա է։ Մեր առաջի հենց ծրագրերից համերգային ծրագիրն է եւ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև ասացի, Սոս Սարգսյանի ոտնամաները եւ Ջոնի Ռադարի հեքիաթները ներկայացումներն են։ Մեր մշակութային կյանքը շատ ակտիվ է եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ ժամանակին հասնենք, գոնե ժամկետներում տեղավորվենք, կարողանանք մեր հանրությանը ներկայացնել մեր ծրագրերը։ Մի տեսակ նաև ուրախ եմ, որ այդքան ծանրաբեռնված եք լինելու, շնորհակալություն հետաքրքիր զրույցի, իսկ ավելի շատ շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք Դիզակ արտ կազմակերպության համահիմնադիր, այսօր ղեկավար Երազիկ Հայրյանի հետ։ Այսքանն էինք նախատեսել, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։